Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեր հորեղբայրը, վեհափառը, ձեր հայրը, ձեր եղբայրը, դուք այս ամբողջ ընտանիքով մեղադրյալի աթոռին եք։ Ի վերջո ելքը ո՞րն է։ Դուք երևի ինձ ավելի լավ կիմանաք, անկեղծ ես ոչինչ չունեմ։ Դուք ամենաառաջինն եք հայտնվել դատարանում։ Լավ, ինչքան այս ամեն ինչը պետք է ըստեյության այսպես շարունակվի։ Ով գալիս է դատարան, ասում է ինքը մեղավոր չէ, դուք առաջինն եք, որ հայտնվեցիք մեղադրյալի աթոռին, հետագամ նաև ձեր հայրիկը, ձեր եղբայրը, հիմա վեհափառի դեպ անգամ քրեական բարույթ բացակայելու արգելքն են, խափամամիջոց ընտրել։ Լավ, ի վերջո ինչ սպասել։ Ձեր գնահատական է այս իրավիճակին։ Քրեական գործերը ճնշում են, պարոն վախներ շնչում են, դուք դատախազ եք եղել։ Իսկ ձեր հարազատներն, օրինակ ձեր եղբոր, ձեր հայրիկի դեպքում բացարձակ վախ չեն նշանակում։ Իսկ իրանց կոնկրետ ասեն գործողությունների մասով ինչ կասեք, իրավապահ մարմիններ ես քրեական իրավապահներ ես գրոհը ձեր ընտանիքի նկատմամբ, ձեր հարազատների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ։ Վաղը եղբորս եւ հորս դատական նիստն է ժամը 3-ին Արմավիրի նստավայրում համեցեք, կտեսնեք ինչ իրավիճակը, ինչի ականատես կլինի։ Վեհափառը ասում է Նիկոլ Փաշինյանը, որ պետք է հեռանա։ Ինչ է սպասվում։ Ես թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ։ Ի վերջո նաև ձեր գործը հասել է ճառերի փուլին։ Ինչ սպասելիքներ ունեք դատարանից։ Կարճ ժամանացել բոլորը դատարանից կլինեք։ Արդարադատություն սպասում եք հակակոռուպցիոն դատարանից։ Երբեք ես ինձ չեմ կոչվում արդարության վերականգնման։